Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այսինքն մասնավոր եք նորից եմ ուզում կրկնել, ես չեմ ընդգրկվել այս ցուցակում, տեսադաշտում ունենալով այն, որ ինձ ավելի էֆեկտիվ եմ համարում Հայաստանում բիզնեսի զարգացման, տեխնոլոգիաների զարգացման, ռազմարտունության զարգացման, ինչպես նաև Հայաստանի մրցակցային առումով բարձրացման տեսանկյունից, որտեղ դուք գիտեք, ուզում եմ մի բան էլ ձեր ուշադրությունը մի բանի վրա եմ ուզում հրավիրել, մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որ ապաշրջափակում է տեղի ունենալու եւ առանց, այսինքն ես որևէ կասկած չունեմ, որ Հայաստանի շուրջ բոլոր ճանապարհները ապաշրջափակվելու են եւ այս առումով Հայաստանում տնտեսությունը կարիք ունի մրցակցային լինելու, որպեսզի կարողանա դիմանալ շուրջը եղող երկրների եւ ես պատասխանեցի ձեր հարցին, որովհետեւ այն պատճառները, որոնց համար ես պետական պաշտոններ եմ զբաղեցնել, ըստ էության ես ունեմ ընտրության հնարավորություն, որտեղ կլինեմ ավելի էֆեկտիվ։ Ես ավելի էֆեկտիվ կուսակցությունից կներեք, ես չլսեցի, կուսակցությունից դուրս եք գալու։ Կուսակցությունից դուրս գալու դիմում ես չեմ գրել։ Եվ ընդհանրապես ասած հետևյալն է, եթե իմ գործունեությանը, կուսակցական գործունեությունը չի խանգարում, իսկ այն չի խանգարում, ապա ես նպատակ չունեմ կուսակցությունից դուրս գալու։ Հարգելի գործընկերներ, քանի որ երբ որ մենք խոսում ենք գործարարության մասին, ընդհանրապես ինձ համար գործարարությունը քաղաքականությունից անկախ երևույթ է եւ այն կետերում, որտեղ շահերի բախում կարող է առաջանալ, ես ընտրում եմ գործարարությունը եւ կոնկրետ այս դեպքում, երբ որ ինձ թվում է, որ շատ կոնկրետ եմ ասում։ Ես ասում եմ հետեւյալը, քանի որ ազգային ժողովի նախընտրական ցուցակում ընդգրկվել է եւ ազգային ժողովի падգամավոր դառնալը կոնֆլիկտի մեջ է մտնում գործարարություն անելու հետ եւ մեր սահմանադրությամբ դա արգելված է, ապա ես ընտրում եմ մյուս ճանապարհը եւ արդեն ասացի թե ինչի համար։ Իսկ ԿՊ-ից նեղացվածություն ունեք, օրինակ համագումարի վերջին մասնակցեցիք, որևէ վիրավորանք Փաշինյանի։ Ես ձեզ հրավիրել եմ բոլորիդ իմ սենյակ եւ դրա մասին մենք խոսել ենք։ Ինչ անշկում նեղացվածություն ունես։ Պրագմատիկ եք եւ հաշվարկել եք, որ ձեր կուսակցությունը համասություն չի գրավել։ Հրաշալի հարց եք տալիս, պատասխանեմ ձեր հարցին։ Իմ կարծիքով մեր կուսակցությունը տանել է ջախջախիչ հաղթանակ, առաջիկա ընտրություններին եւ դրա պատճառները շատ են, չթվարկեմ եւ ես ինքս կանգնած եմ լինելու այդ հաղթանակի հետևում։ Արշակը ջախջախիչ իսկապես Հայաստանի ներսում եք։ Ասեմ ինչին։ Օտարերկրյա տարբեր ուժերին, որոնք որ ցանկանում են, ասեմ։ Չէ, պատասխանեմ։ Լավ եք ասում, իհարկե, չի հնչում, հիմա հնչեցնեմ, թե ինչը եւ ինչ ուժերի են ջախջախելու։ Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին, որոնք որ Հայաստանում ցանկանում են, որպեսզի ժողովրդավարությունը հետընթաց ունենա։ Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին, որոնք որ ցանկանում են, որ Հայաստանում ընտրություններ կեղծվեն։ Այն բոլոր ուժերին, որոնք որ թալանով են զբաղվել, իրենց կուտակած թալանած բաները, կարողությունները ցանկանում են նորից դնել ընտրական գործընթացի մեջ, որպեսզի նորից գան իշխանության եւ նորից թալանով զբաղվել։ Այդ բոլոր ուժերին եւ այդ թվում նաեւ հարգելիներս, մենք քաղաքականության մասին ենք խոսում, էլի, եւ քաղաքացիները իրենց քվեով են ջախջախել։ Այն բոլոր ուժերին, որոնք քաղաքացու ձայնը պիտի գողանան եւ գողացել են պատմության ընթացքում, ելի են ուզենալու գողանան, դրանց ջախջախիչ պարտություն է սպասում եւ մեր ժողովուրդն է դա ապահովելու։ Ես կարծում եմ ավելի հստակ դժվար ասել եւ նաեւ այն բոլոր օտարերկրյա ուժերին, որոնք ցանկանում են Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը հարցականի տակ դնել եւ տարբեր ներքին ուժերի վրա հիմնվելով ցանկանում են խոցելի դարձնել Հայաստանի ժողովրդավարությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Հանրությունը հոգնեցրեց ձեզ։ Ոչ մի բան ինձ կյանքում չի հոգնեցնում, որովհետեւ իմ նպատակները հստակ են եւ ես նաեւ ուզում եմ ասել, որ գործարարությամբ զբաղվելը կամ մասնավոր հատվածում զբաղվելը ինձ համար նույնքան պատասխանատու
աշխատանքի, ինչքան քաղաքականությամբ զբաղվել եւ այդ աշխատանքում ես անհոգնել եմ եւ բոլոր ինձ ճանաչող մարդիկ դա գիտեն։ Սկզբունքը կա գործարարներին այլևս չբերել խորհրդարան, որովհետեւ այս ձեր նշածով, այո, դա խանգարում է քաղաքականության։ Կա սկզբունք այս բային ցուցակում այնպիսի մարդկանց բերեք խորհրդարան, որ գործարարն ու քաղաքականությունը, գործարարությունը քաղաքականություն չխախտեն։ Սկզբունքները հետեւյալն են, դրանք նշված են սահմանադրության մեջ, որևէ ազգային ժողովի падգամավոր չի կարող զբաղվել։ Դե մենք տեսնում ենք, պարոն Հակոբյան, Արշակյան, բայց ներողություն, մենք հիմա տեսեք, դուք ասենք երկրներ կան, որոնց նախագահներն են գործարարներ եղել, բայց խնդիրը չի վերաբերվում նրան, որ մարդը կապիտալիստ է, կապիտալ ունի թե չունի, կամ բիզնես ունի թե չունի։ Խնդիրը վերաբերում է նրան, որ մարդը չզբաղվի այլ աշխատանքով, քան падգամավորությունն է, կամ վերաբերում է արվեստին, ստեղծագործ աշխատանքին, կամ վերաբերում է կրթությանը։ Այսինքն, եթե մարդը ինչ-որ մի բան ունի, ինչ-որ մի բիզնես ունի, որը տվել է կառավարման, մեր օրենքը դա չի արգելում։ Եվ իսկ եթե սկզբունքային տեսանկյունից նկատի ունեք, արդյոք դա ընդունելի է թե չէ, եթե падգամավորը զբաղվի զուգահեռաբար բանով, գործարարությամբ եւ падգամավորությամբ, իմ կարծիքով դա ընդունելի չի։ Պարոն Արշակյան, բայց ես ուզում եմ նաեւ ասել, որ ես չեմ տեսել նման բան։ Այսինքն մարդիկ իրենց բիզնեսները տալիս են կառավարման, գնում են զբաղվում են քաղաքականությամբ։ Պարոն Արշակյան, ներողություն մեկ բան չտեմ, դուք ձեր սեփական բիզնեսն եք հիմնելու, թե ուղղակի մասնավոր ոլորտում աշխատանքի եք անցնում։ Մանրամասներին կարծում եմ այս պահին չանդրադառնանք տեխնիկական, կտեսնենք, որովհետեւ այս պահին ես падգամավոր եմ, զբաղվում եմ իմ աշխատանքով, այսինքն ես հիմա չեմ զբաղվում իմ բիզնեսի պլանավորմամբ, այսինքն կարող է ինչ-որ իդեաներ ունեմ, բայց իմ հիմնական աշխատանքի հիմա ուղղված է քաղաքական աշխատանքին, որով ես զբաղվում եմ մինչև մեր ազգային ժողովի լուծարումը եւ այս պահին կոռեկտ չեմ համարում, կներեք, զուտ բան, այսինքն տեխնիկական Պատգամավորներ կան, որոնք չեն առաջադրվել։ Եկեք ավարտենք էլի հարգելի որոշ հարցերում սկզբունքայնություն եք դրսևորել, հակառակվել Փաշինյանի տեսակետին, դրա համար դա ձեզ չի ներվել, ինչպես չի ներվել Հովիկ Աղազարյանը։ Բայց ես կարծում եմ, որ դա անլուրջ հարց է, իմ գործընկերներն են, շատերի իմ ընկերներն են, մեր կուսակցությունում ես որևէ նման սկզբունքային հակասություն չունեմ, ինչ որ հարցեր ունենում եմ, որոնք պետք է հնչեցվեն, մշտապես հնչեցվում եմ, դրա համար երբևէ չեմ հետապնդվել, ինչպես ձևակերպեցիք, եւ ուզում եմ, որ մենք այդ հարցերում անհիմն ուղղակի տենց հարց պատասխան հարցեր չտանք։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, հարցրեք նրանց, ովքեր եղել են չեն առաջադրվել, ինձ հարցում եք։ Պայի հետ քաղաքական։ Մերսի։ Շնորհակալություն։